Պարոն Քոչարյան, ինչպես կգնահատեք քարոզ արշավի ընթացքը, քաղաքացիները ժողովրդին ինչպիսի տրամադրվածություն ունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ առհասարակ իշխանությունների նկատմամբ։ Ճիշտ հասկացեք, որ ժողովրդի ակնկալիքները միշտ մաքսիմալիստական ա եղել մեր իշխանության նկատմամբ, որտեղ իրենք են ձևավորել մեր իշխանությունը 18 թվականի հեղափոխության արդյունքում եւ իրենք կուզեն, որպեսզի ամեն ինչ օր առաջ տեսած լինեին եւ այն նպատակները, որ հեղափոխության արդյունքում վերածվեցին քվեի, այդ նպատակների մեծ մասը իհարկե կատարված են, բայց այսօր ոչ մեկը չի մտածում, որ պետք է լավ ասֆալտ անել, որ վաղը արդեն իրենց համար սովորական կլինի առողջապահական ապահովագրությունը, որովհետեւ դա չկար, բայց արդեն կա եւ մտել է բոլորիս կյանք։ Բազմաթիվ ծրագրեր մենք հիմա Բաղրամյանի շրջանում ենք ինտենսիվ այգիների տվյալ ծավալը էլի կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկն էր, որը իրականություն է դարձել Բաղրամյանն, որտեղ քարեր էին, քարի փոխարեն արդեն ծառեր են, ինտենսիվ այգիներ են, եւ դա ըստ էության արդեն իրականություն է, բայց մեր աչքը կսովորի, մեր ժողովուրդը էլի պահանջներ կդնի, որը արդարացված է, եւ իշխանությունը, եթե ակնկալում է, որ պետքա վստահության քվե ստանա, պետքա մշտապես ժողովրդի հետ կապը չկտրի եւ նրա նպատակներին ծառայեցնի այն իշխանությունը, որը տվել է ժողովրդի իրեն։ Պարոն Քոչարյան, ես գոհ եմ քարոզարշավի ընթացքից, որովհետև դա դեռ սկիզբն է, ավարտական փուլում ժողովուրդը ըստ էության կողմնորոշված կլինի, թե ասենք թե Հայաստան դաշինքը ինչ էր ասում եւ նախկինում որ ստացան այդ մանդատները, որպեսզի գային մեզ մաշացնեին, այլ նպատակ չունեին, միայն մաշեցման, այսինքն իշխանությունը զապտելու նպատակ ունեին։ Եվ ըստ էության իրենք մաշեցին։ Հիմա նորից ուզում են ինչ-որ բանի համար իշխանություն ձգտելու իրենց նպատակները ձևակերպեն, բայց էլի ծրագիրը չի երևում։ Մեզ մեղադրում են բաների մեջ, որը գոյություն չունի։ Մեզ մեղադրում են խաղաղության ձգտելու համար։ Կներես, իսկ շատ լավ պետք է հասկանան, որ այն ինչի միջով անցել է մեր երկիրը, խաղաղությունը այն նպատակն է, որին հասնելու պարագայում մեր նպատակները, որոնք միտված են մեր երկրի զարգացման, անվտանգության, մեր երկրի հզորացմանը, դա միայն խաղաղության պայմաններում հնարավոր իրականացնել։ Պարոն Քոչարյան, ինչպես խոսեցիք Հայաստան դաշինքի մասին, վստահ եմ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին ես իրան հիշում եմ անհիշելի ժամանակներից եւ միշտ ես իմ խոսույթում ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը առնվազն ունի միշտ ունեցել է պրոբլեմ լեգիտիմության հետ, որովհետև առնվազն 4 անգամ ինքը պարտվել է Դեմիրճան ազգանունը կրող ընտանիքին, Կարեն Սերոբիչին եւ Ստեփան Կարենիչին։ Էլ ինչ պետք է ասել, բայց զարմանալի է, որ դաշնակցությունը այդպես էլ իր առաջնորդը չի գտնում իր շարքերում, կամ Ռոբերտ Քոչարյանը դարձել է ժամանակին դաշնակ, կամ դաշնակցությունը կորցրել է իր նպատակներին հասնելու կադրային խնդիրների լուծումը գտնելուն։ Եվ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ներկայացնում է հայ-հեղափոխական դաշնակցությունը։ Չնայած ոնց որ դաշինք է, եւս մի միավոր է միավորվել, Էջմիածնի երիտասարդը, որը նախկինում Ժող ինստիտուտում Սակուլիկ մականուն ուներ, չնայած անունը ոնց որ իշը, բայց դա չի կարևորը։ Ռոբերտ Քոչարյանը մերժված է 18 թվականի արդյունքները չի գիտակցել, 21 թվականին չի գիտակցել եւ ընդհանրապես այն ինչը որ այդ կլանը արեց Հայաստանում, դա էր պատճառը, որ մենք ունեցանք նաեւ ռազմական կորուստներ։ Նշեցիք պարոն Քոչարյան ռազմական կորուստի մասին, ընդդիմությունը իշխանություններին կարծես թե մեղադրում է նաև վաղն է գալու գործող ընդդիմությունը եւ ուժեղ Հայաստանը, որ եթե իշխանություն չեն, ապա ընդդիմություն են, բայց իշխանությունը ունի ժողովրդի քվեն, ընդդիմություն դառնալու համար պետք է նմանատիպ քվե ունենա, որպեսզի նույնպես որպես ընդդիմություն հանդես գա որպես իշխանություն։ Հասկանում եք, ինքը ասում է մենք ընդդիմություն ենք, բայց ընդդիմությունը որպես այդպիսի նպատակ չի կարող քաղաքական ձևակերպել։ Հարցս այս կերպ ձևակերպեմ, պարոն Քոչարյան, պրոռուսական ուժերը իշխանություններին մեղադրում են դիվերսիֆիկացիոն քաղաքականության համար։ Մայիսի 28-ին կտեսնեք դրա արդյունքները։ Մեղադրում են Մայիսի 28-ին դրա արդյունքները կտեսնեք նաև իրենք։ Այնուամենայնիվ
իրենց թողաժառանգությունը բանգաբուտուլքերի տեսքով փոխված է ամրոցների տեսքով, իսկ սպառազինությունը դիվերսիֆիկացվելու արդյունքում դարձել է ժամանակակից սպառազինություն, իսկ դա նշանակում է արդեն կառուցվում է ժամանակակից բանակ, որտեղ այս սպառազինությունը կառավարելու համար պետք է այլ որակի կրթություն ապահովել, իսկ այդ կրթությունը ծախսեր են, որի մասին հոգացել է նաև մեր այսօրվա իշխանությունը, որի անդամ եմ նաև ես, եւ այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են անվտանգությանը, դա լինի ներքին գործեր, արտաքին հետախուզություն, զինված ուժեր, իսկ ամսի 28-ը դա որոշակի հաշվետվություն է մեր ժողովրդին, որպեսզի ինքը իմանա, որ այն միջոցները, որոնք խնայվել են գուցե ինչ-որ սոցիալական ծրագրերում կամ ինչ-որ բանում, չնայած էլի չեն խնայվել, որովհետեւ եթե գիտեք, նաև աշխատավարձերի կտրուկ բարձրացում ա եղել, թոշակներ եւ այլն։ Սրանք են ամենն է, որը մի մասն եմ ես դեռ մի մասին եմ խոսում, որովհետեւ քարոզարշավը նաև լրացուցիչ հնարավորություն է տալիս արածի մասին խոսել եւ ակնկալել, որպեսզի արժանանք գնահատանքի մեր ժողովրդի կողմից։ Եվ այդ ակնկալիքով մենք հիմա մեր ժողովրդին ամեն տեղ գնում ենք, հաշվետվություն ենք դերքից, ներկայացնում ենք հիմնականում վարչապետը որպես առաջնորդ քաղաքական ոչ միայն կուսակցության, այլ նաև որպես ներկա վարչապետ եւ ակնկալիք մեր ծրագրերի իրականացման արդեն որպես վարչապետի տեխնացու, դա ներկայացնում է կատարվածը եւ ապագայում ինչ ծրագրով մենք պետք է հանդես գանք։ Այնպես որ գնում է նախընտրական process, փուլերը անցնում են, նաև ձեր ասած ընդդիմադիր ուժերն են գնում հանդիպումների, բայց պետք է մեր ժողովուրդը համայնության մեջ նայի ինչ կար արված, ինչի մասին են խոսում, երբ որ մենք խոսում ենք մանկապարտեզների ու դպրոցների կառուցված լինելու մասին, նրանք ասում են, այդ ինչ է կարը, ասենք ընկալում չկա։ Եվ ասում են, այս կառավարությունը իրեն գնահատական, ոչինչ չեն արել, բայց եթե մենք այդքան դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում, ուրեմն նախկինում չի եղել։ Կամ եթե եղել է քաղաքի կենտրոնում, դա սեփականաշնորհվել է, որը հիմա կաթիլ հետ է գալի նաև դեպի մեր ժողովրդի նպատակներին ծառայելու համար։ Հիմա կամ իրենք ազնիվ չեն, կամ եթե սխալ բաներ են խոսում, ժողովուրդը գիտի, տեսնում է, որ չեղած մանկապարտեզի տեղը գյուղ ունի արդեն ժամանակից մանկապարտեզ, հագեցվածությամբ շատ բարձր մակարդակով, դպրոցների իրան նոր լաբորատորիաներով, նոր պահանջներով, այնպես որ կամ պետք է անկեղծ խոսեն ընտրողի հետ, որը ապրում է այդտեղ, այդ վայրում, նա գիտի ինչն է արված, ինչ արված չի, իսկ եթե մենք իրենց պես խաբենք, մեզ էլ կմերժեն այս ժողովուրդը, ժամանակ արդեն համ նրանք մերժված կեն, համ ենք եւ ի հայտ կգար նոր քաղաքական միավորներ, ավելի արդարամիտ, ավելի լավ ծրագրերով եւ ես կուզեի, որպեսզի այդ երիտասարդ քաղաքական ուժեր հայտնվեն, որոնք կմտնեն մրցապայքարի մեջ թե մեր հետ եւ կլրացնեն նաեւ ընդդիմադիր դաշտի բացակայությունը, որովհետեւ այսօր ես համարում եմ ընդդիմադիր դաշտը բացակայ է, որովհետեւ եթե ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը, նշանակակայել է ամեն ինչ բացակայ է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ որպես իշխանություն եւ որպես այսօրվա ընդդիմության առաջնորդ ոչ մի դրական բան մեր երկրի համար չի արել, հաշվի առնելով նրա կառավարման տարիների թողած ժառանգությունը մարտի 1-ի տեսքով, հետևանքներով, մեր հոկտեմբերի 27-ի ուրեմն արդյունքներով եւ այլն։